Չմոսավանջա։ Ոնց եմ փակի տակ այդքան մնալու։ Մաշա մորքուր, ես ինչ պատրաստություն ես տեսել։ Լիդիա ջան, ես հեռանում եմ, լքում եմ այս տունը ու հատկապես քեզ։ Մաշա մորքուր, ինչի։ Ինչ եմ արել, կարող է նեղացրել եմ քեզ։ Ես սարսափելի վախենում եմ, որ կարող է քեզանից վարակվել։ Դե լավ էլի մաշա մորքուր, ինչ գնալ։ Արի, ոչ մի տեղ էլ չես գնում։ Կարող որ իմանա դու սենց անժամանակ վաղաժամ մեզ լքել ես, հաստատ կնեղվի։ Լիդիա ջան, ես այն աշխարհ չեմ գնում, որ դու մահախոսական ես կարդում։ Մի որոշ ժամանակով գնում եմ, հետո կվերադառնամ։ Դե լավ, արի գոնե մի հատ քեզ պինդ գրկեմ, Այ պինդ։ չէ, չմոտենաս ինձ, չմոտենաս։ Գոնե մի հատ պաչեմ։ Վայ, մոտ չգաս։ Դու իմ մահն ես ուզում, ես գնացի։ Նվարդ։ Զվարդ։ Այստեղ եմ դիգին Լիդիա։ Այսօր բրինձ կպատրաստես ու բանջարեղեն, հա։ Քանի դա գնացել է նորմալ հաց ուտենք։ Տիկին Լիդիա, այս ի՞նչ է։ Ոնց ինչա։ Չտեսեք բոլորը, ջրծաղիկ եմ, կյանքումդ ջրծաղիկ չես եղել։ Տիկին Լիդիա, ոչ։ Ու սարսափելի վախենում եմ։ Կյանքում չեմ հիվանդացել ջրծաղիկով։ Գլխիս մաշամի խաղա գնա գործերը տարա։ Կներեք, ես կվերադառնամ այն ժամանակ, երբ որ դուք լավացած կլինեք։ Կներեք։ Այ Լիդիա ջան, դու այսքան աննորմալ մի տան մեջ ոնց ես հավաքել։ Քո աչքերի դեմ իմ աչքերը կույր, կա քո հոգու մեջ անթափանց մի մութ, քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ, քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարակույր։ Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ, հավետ քեզ կապված, քեզ օտար եմ ես։ Երբ խնդխնդությամբ փայփայում եմ քեզ, եւ սիրում եմ քեզ, եւ քեզ չգիտեմ։ Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ, քո աչքերի դեմ իմ աչքերը կույր, քո հոգու վրա կա մի վարակույր։ Ով ես դու, ով ես, բնավ չգիտեմ։ Օպրես Հասմիկ ջան, նստիր։ Ես ուզում եմ Թորոսին լսել։ Ինձ շատ հետաքրքիր է թե ով է քո սիրած գրողը եւ բանաստեղծությունը։ Տիկին Արուշացյան ճիշտ ասած երկու սիրած գրող ունեմ ու երկու բանաստեղծություն ունեմ սիրած, բայց մեկն եմ պատրաստել, բայց կեսից կարող եմ մոռանամ։ Այսինքն պատրաստ չես դասին։ Չէ, պատրաստ եմ։ Ուղղակի այնքան լավն է, այնքան հուզական, որ կեսից հուզվում եմ ու մոռանում։ Դե ասա լսում։ Համոսահյան, ես կուզեի քեզ հետ կիսել վերջին պատառն իմ հացի։ Ես կուզեի քեզ հետ կիսել վերջին արցունքն իմ լացի։ Ես կուզեի քեզ հետ կիսել Ես կուզեի քեզ հետ կիսել սրտիս բեկորը վերջին։ Ես կուզեի քո գրկի մեջ մթներ իմ օրը վերջին։ Ես կուզեի ինչ որ ունեմ իբրև նվեր տայի քեզ։ Ես կուզեի, բայց ինչ անեմ, եթե հանկարծ դու չուզես։ Օպրես Նարե ջան, շատ գեղեցիկ արտասանեցիր։ Եթե թույլ կտաք, ես կարող եմ ներկայացնել իմ սիրած հեղինակին եւ իր բանաստեղծությունը։ Իհարկե, մեծ սիրով։ Տիկին Արուշացյան, ես կարող եմ նստել։ Նստիր Թորոս։ Բայց իմացիր, որ շարունակությունը դեռ պետք է ասես։ Հա, մեծ սիրով։ Դե լսում ենք Նարե ջան։ Պարույր Սևակ, Հայաստան։ Իմ քաղցրանում, իմ բարձրանում, իմ փառապանց, իմ տառապանց։ Հների մեջ դու ալեհեր, նորերի մեջ նոր ու ջահել։ Դու խաղողի խճմարված վազ, վշտերդ ջուր, ինքը տավաս։ Դու բարդենի սաղարթաշատ, առունի վայր փրված փշատ։ Դու կիսավեր ամրոց ու բերդ, մագաղատյա մատյանի թերթ։ Դու զվարթնոց ավեր տաճար, կոմիտասյան ծիրանի ծառ։ Դու ջրաղաց խորունգ ծորում, դու հորով էլ անուշ ծորուն։ Փայլ գութանի արծաթ խոփի, դու նետնի զակ մկունդ կոպիտ։ Դու հայրենի ծխանի ծուխ, դու անգիր վեպ, դու սասնա ծուռ։ Դու թավշե դեղց, դու փրփուր հաց, արտաշատյան խաղող սևաճ։
Դու Սևանի վառվող կոհակ, Երևանի սյունն ու խոյակ, դու հանգրվան կանչող փարոս, դու հայկական գերբ ու դրոշ, խոսում վկա կոտորածի ու վճիտ աչք ցամքած լացի, արդարության ահեղացյան, սրի պատյան, սիրո մատյան, միշտին ու նոր իմ Հայաստան։ Շատ ապրես։ Դե, ելով է ուզում արտասանել։ Նարայի ասմունքելուց հետո դժվար թե ինչ-որ մեկից համարձակությունը հերիքի տիկին Արաշացյան ջան։ Այդ հաստատ։ Ինչ ես ուշանում, Մարի ջան։ Կներեք, կարող եմ նստել։ Նստիր եւ պատրաստվիր, որ պատասխանես, քանի որ ուշացել ես։ Կարող եք երկու նշանակել եւ 10-ին պատրաստ չեմ։ Բարև Թորոս ջան։ Հազար բարով եկար, պարոն Պարղամյան Սիմոնյան։ Լավ էլի Թորոս բա։ Կարող է վերջում ընձի փուրը տոզվացի, հետո ազգարունը քիչ հոսաստե։ Վախում ես։ Բա ինչ եմ անում վայ։ Իքեզով էր խնդրեց ուտը հորիներ, որ հիմա էլ փոխնոր շալվարով մանգայր։ Դե մի արդեն հորինել եմ, ինչ ունեմ Թորոս ջան։ Դե մի մտածես ոնց ես այս ամեն ինչ տակից դուրս գալու։ Մի բան կոնեմ լավ դե։ Գիտես ամբողջ գիշեր ինչ եմ մտածել։ Ինչ։ Ասում եմ լավ, լանջունի նա ու փաստաթուղթ ուզեց։ Ինչ ես ցույց տալու։ Արդեն ասել է։ Ինչ։ Ասել եմ, որ բոժարանք է, ամբողջ փաստաթղթերը սվայրվել է։ Լավ է։ Դե վերջ մի օր դի բերես, չէ։ Դե հակը բերեմ Թորոս ջան, բայց մակավարը դից բերեմ։ Դու մի քիչ համբերեմ, ինչև տենեմ գլոխս ինչա գալու, այ մարդ։ Իմ կարծիքով երկար չես ցկելու։ Բա, մի օր վերջը գլխի անգնելու, չէ, որ դու Սիմոնյանն ես, գիտես ինչ անելու, էլ տակից չես կարող դուրս գալ։ Դխամ ինչև գլխի գնելը գոնե գլխից ճուարը տենամ էլի։ Հլա լանջունն մի կերպ հեքիաթներով կխաբես։ Բայց որ Լիդիան կասկածեց։ Թողու փախի, մինչև հոգուտ խորքը, ծագումնաբանությունով քթից տա բերելու, գիտես, չէ։ Այ Թորոս են չես իդես վախենալու բաներ ասում։ Ոնց եկե չեմ եկե վախենալու բաներ ասող լեցիր գլխիս, այ մարդ։ Եմ ես ասել կես ստրեսային հոգեվիճակով ինչպես գնամ այդ երեխաներին դասավանդեմ։ Ձևը մոռացել ես, հա։ Իմ կաբինետով անցի, այն տնական Վալերյանից մի բաժակ խմի, հանգիստ խղճով գնա դասի։ Այ չէ, Թորոս չեմ ուզում։ Դու էդի մնայ հետո ասենք հասկանում ես, պետք է շատ իրելն եմ։ Ոչ մեկի մոտ կոսկոս չարուցվի։ Այ։ Դե դու գիտես, հետո չասես, թե չեմ առաջարկի։ Չեմ ասի, ախ պրե, չեմ ասի։ Այ ախմախի մեկը, թե ասան չի գնացիր Ռուսաստան փչացարեի կար։ Ինչ ա եղել Միշ։ Եթե ես քեզ պիտի հարցնեմ, ինչ ես անում, Մարի ջան։ Չհասկացա։ Ինչը չհասկացար։ Ինչ ես գնաց այդ տիկոյի կողքը նստել։ Բայց ինչ կապ ունի թե ում կողքը կնստեմ։ Չհասկացա, դու հիմա լուրջ ես խոսում, թե ինձ ծեր ես առնում։ Ինչի անլուրջ տեսք ունեմ։ Հասկացա, Մարի ջան, հասկացա։ Երևի նեղվել ես, որ Նարեն էր կողքս նստած։ Նարեն իմ հորաքրոջ աղջիկն է, ասեմ իմացի։ Այսօր էլ առաջին օրն էր, որ մեր դասարան պիտի գար, իմ կողքն էր ազատ, եկավ իմ կողքը նստեց, այդքան բան։ Ես հասկանում եմ։ Բա որ հասկանում ես, ինչի՞ էր գնաց այդ Տիկոյի կողքը նստել, Շուշիի կողքն էր ազատ։ Տիկոն ինձ երբեք չի խաբել։ Այդ ուզում ես ասես, Տիկոն ավելի շատ է քո համար մտահոգվում, անհանգստանում, քան Շուշին։ Ես մենակ Շուշիի մասին չեմ խոսում։ Բա ում մասին ես խոսում։ Մարի ջան, հետդ եմ խոսում։ Ասա տեսնեմ ում մասին ես խոսում։ Ոչ մեկի։ Մարի խոսա էլի։ Միշ, ես հիմա ընդհանրապես պատրաստ չեմ այս խոսակցությանը։ Մարի։ Դե լավ Նախշուն ջան։
Ես գնամ մի բան պատրաստեմ, որ երեխեքը գան, պատրաստի բան ունեն ամուտելու։ Իդա, մի րոպե։ Քո համար նվեր ունեմ։ Հավանում ես։ Այ, շատ։ Ինչ գեղեցիկ է։ Հաստատ դու ես ասեղնագործել ապրես։ Հա, ես գիշեր։ Հրաշք, հրաշք։ Դե դու գիտես, ես ձերքի աշխատանքը շատ բարձր եմ գնահատում, այսպիսի բանը շատ եմ սիրում։ Դե բարով վայելես։ Ապրես Նախշուն ջան, ապրես, դրամատրությունս բարձրացրեցիր, ապրես։ Գիտես չէ, մամայիս մաման էլ է շատ լավ ասեղնագործում, բայց ես այդ շնորհքը չունեմ։ Ոչինչ Իդա ջան, դու ինձ զակազը կտաս, ես ինչ ուզես քո համար կասեղնագործեմ։ Եղավ։ Դե բարով վայելես։ Հա, գնամ տոպրակ բերեմ, որ դնես։ Չէ, պետք չի։ Կդնեմ պայուսակիս մեջ։ Վերջ։ Գնա։ Այսինքն չի ասում ինչ եղել։ Մի դաս բան է մնացել։ Որտեղ դուրս եկեք նորմալ խոսացեք։ Հա քեզ թվում է լում է խոսալ ախպեր, գիտես ինչ ագրեսիվ է տրամադրված։ Ամենից աչքերից մեջ նայում, ոնց որ լրիվ անծանոթ մարդուն նայ ախպեր, հետը խոսալ չի լինում։ Լուրջ ման չի եղել։ Չէ, ախպեր, ասում եմ բացարձակ։ Ախպերը մի աղջիկ է, կարող մտնում ցտից բանից է եղացել, ոսկի դու էլ գլխի չես ընկնի։ Հավես ասում եմ, չէ, էլի։ Մարին ես շատ լավ ճանաչում եմ, ինքը բոլորի պես չի տենց անկապ ոտից բաժարներից չի նեղանա։ Հաստատ մի բան եղել է։ Երեխեք նոր տիկին Արաշացյանին տեսա, ասաց, որ Մակարյանը այսօր չի գալու։ Ավելի լավ, ես էլ բոլորիս համար կինոյի տոմսեր եմ վերցրել, որ 10-անով գնանք կինո դիտելու։ Ուխ, ինչ հավես է։ Լմի րոպե, ով ասեց, որ մենք ամբողջ դասարանով ուզում ենք գանք քո բաց կինոն նայենք։ Ինձ թվում է վատ միտք չի։ Ես լավ կամ վատ միտք կրնելու մասին չեմ խոսում։ Այստեղ ոչ մեկ չի գալու այդ կինոն նայ։ Բայց ինչի՞ չէ։ Օրինակ ես մեծ սիրով կգամ։ Ներսես սիրելիս, դու անհոգ եղիր, ես այնպես կանեմ, որ ամեն ինչ Լիդիայի սրտով կլինի։ Հա, էլի, հա, Ռիմա ջան, հա։ Նենց արա թող Լիդիան ինչքան պետք է տանը մնա։ Ու եթե կարաս նենց արա, որ այս ընթացքում դպրոցի գործերով շատ չծանրաբեռնվի, որ լիարժեք հանգիստ լինի ու արագ ապաքինվի։ Արա էլի Ռիմա ջան։ Անհոգ եղիր, բայց միևնույն է, ես նվաղում եմ, որտեղից այդ հիմար ջրծաղիկը եկավ եւ կապավ Լիդիային։ Դե ոչինչ, կարևորը շուտ լավանա։ Ես ամեն ինչ կանեմ նրա շուտապույտ եւ լիարժեք ապաքինման համար։ Սիրելի Ներսես։ Հիանում եմ քո այդ մարդկային հատկանիշներով, քո բարությամբ։ Դու ինձ ոչ մի օր չես դադարում զարմացնել։ Հանուն քեզ ես պատրաստ եմ իրագործել անհնարին է, իմ սեր Ներսես։ Իհարկե, սա այն դեպքը չէ, բայց միևնույնն է։ Ես պատրաստ եմ։ Գիտեմ, Ռիմա ջան, գիտեմ։ Դե լավ, եթե հիմա ինչ-որ կարևոր բան չունես ասելու, ես անջատեմ հեռախոսը, մի քանի կարևոր զանգեր ունեմ։ Երեկոյան նորից կխոսենք սիրելիս։ Ոնց որ թե ամեն ինչ ասեցի, բայց չէ, ոնց որ մի կարևոր բանի մասին մոռացել էի ասել։ Հա, իհարկե սիրելիս, ասա, լսում եմ քեզ։ Ես սիրում եմ քեզ, սիրում եմ ամբողջ սրտով, սրտիս բոլոր անկյուններով, զարկերակով, սիրում եմ անմնացորդ ու շատ գեղեցիկ սիրով։ Ես էլ քեզ եմ սիրում իմ Ներսես, իմ միակ սեր։ Դա առայժմ։ Վայ թակուշա ցավը տոնեմ, խնդրում եմ այդեն սրտաճմլիկ բաներ դունցի մի ասալ, որ այդեն սրտաճմլիկ բաներ ասում չի, ես ինքան եմ նեղվում։ Խա։ Լսա, ես մկա դեղս հարմար չի որ քո հետ խոսամ, հասկանում ես։ Կգնամ տուն, երեկոյան կզանգեմ, հանգիստ նորմալ կխոսանք։ Մկա փեշերի վրայեմ։
Խա, կզանգեմ ցավը տոն, անպայման, դու առայժմ թակուս չիկ ջան, առայժմ։ Ով քո տեղը լինի, որ փշերի վրա չլինի, Սիմոնյան։ Ինչ, կլիկ ինչ ասեցիք։ Ասում եմ ոնց ես, լավ ես Սիմոնյան։ Չեմ հասկանում ինչ եք խոսում, ինչ Սիմոնյան, ես բարեկամյան ներսեսն եմ։ Սիմոնյանն է, ասում եմ, չէ՞ որ Սիմոնյանն ես։ Թողեք, դուր բարեկս տանեմ տեղը, քանի մոր չեք տեսել, դուր։ Չեմ տա։ Դուր ասում եմ, քանի մոր չեք տեսել, դուք ինձ չներվայրացնես դուք։ Թե չէ ինչ, գնալու ես լանջունում բողոք ես ասես, ոյ տիկի լոջունի, տուխիկ պալիկս գողացել է։ Տուխիկ կապաս խոսան, քանի մոր չի լսել, դուր ասում եմ բորիկս հենց հիմա դուր։ Ան։ Սիմոնյան։ Կոմաց խոսա, մոր չլսի։ Հանգստացի մարդ չկա։ Ես էլ ինչ եկել ես դպրոց ասում եմ, ինչ որ ծանոթ բան կա։ Դու մի ասա ծանոթ չի է, ես ես մարդուն ճանաչում եմ։ Բայց լանջունին ոնց է, որ միչև հիմա գլխի չի ընկել։ Չպետք է գլխի մնի տուխիկ։ Հասկանում ես, նկապատի ոչ պետք չիմանա, որ ես Սիմոնյանն եմ, պետք է բոլորը իմանան, որ ես Բարեխամյանն եմ։ Դու հասկանում ես, որ մի օր ես թատրոնիդ վերջը կգա ու բոլորը կիմանան։ Տուխիկ կընթերում եմ, հա, նկատարա ժամանակը չի հասկանում ես, երբ որ ժամանակը գա, ես կհայտնվեմ իլուր բոլորին և կասեմ, որ ես Սիմոնյանն եմ, ոչ թե Բարեխամյանը, բայց էմի դունձի պտի օգնես, խնդրում եմ քեզի, պտի ոչ մեկ չիմանա։ Դու հասկանում ես, որ հանկարծ լանջունին իմացա, որ ես իմացել եմ ու իրան բան չեմ ասել։ Դու պատկերացնում ես այդ խեղճ կինը ոնց կնեղանա ինձնից։ Ու այդ հլը ամենակիչն եմ ասում։ Տուխիկ ջան, նա չի նեղանա, որովհետև չի իմանա, որ նեղանա։ Սա պետք է գաղտնիք պահենք, ողբորպես խնդրում եմ դունձի օգնիր։ Նախ ես պետք է իմանամ այս ամեն ինչի տակ, մոխրագույն գույներ կան, թե չէ։ Այ ցավետորեն ինչ մոխրագույն գույներ, ինչ ուրիշ բաներ, սրա տակ ոչ մի բան չկա, պարզապես խնդրում եմ, մակա ինձ խիստ անհրաժեշտ է, որ ոչ մեկ չիմանա սրա մասին։ Դե ուրեմն հիմա արագի մեջ պատում ես, թե այս ինչա ու ինչի համար, նոր ես մտածում եմ, եղա։ Ասեցի չենք գնում։ Հա, ես էլ ասեցի, եթե դու չես ուզում, մի արի։ Մարի։ Ինչ։ Մենք դուրս արի խոսանք իլու։ Ես խոսելու բան չունեմ միշ։ Ասեցի դու մի արի, ես գնում եմ։ Հասկացանք խոսալու բան չունես, ասում եմ արի դուրս մի հատ։ Դժոխքում ամպրոպներ են հասունանում։ Դու առանձնապես մեծ հույս եմ ունեցի, որ Մարին ու Միշոն կարող է վիճեն իրար հետ։ Ես աչքից տեսածն եմ ասում, ստեղ հույս ունենալու բան չկա, մանավանդ, որ իրանք դա չթաքցրեցին էլ։ Ոնց կարելի է այսքան չար լինել։ Ես ճշմարտությունն եմ ասում։ Մեկ կարելի է ուղղակի լռել։ Իհարկե, դե դու լռի, մանավանդ, որ քեզանից ոչ մեկ բան չհարցրեց։ Մագա հերիքա բոլորի հետ կռիվ մանգաս։ Ես ես կինո կազմակերպում էի, որ գնայինք իրար հետ լավ ժամանակ անցկացնեինք, ոչ թե իրար միս ուտեինք։ Ոնց եք կարողանում մի վարկյանում ամեն ինչ խառնեք։ Հերիքա էլի աղջիկներ։ Այ աստված իմ աստված։ Ահ, այ մարմինս կոտորվում է։ Այ նվարդ։ Դավաճան։ Գոնե հիմա մի բաժակ թեյ տար։ Այ ստիպված ես պետք է պատրաստեմ։ Ախ։ Ախ։ Այ։ Այ։ Դոյչ։
խռովում եմ։ Միշ ինչ ես ուզում ինձ դեպի, ինչ ես ինձ քաշ տալիս։ Ուզում հասկանամ ինչ է կատարվում այսօր հետդ։ Առանձնապես ոչ մի բան։ Ես ընդհանրապես ուզում եմ կինո գնամ, իսկ դու պատմություն ես սարքում։ Այդ ամբողջ դասարանի դեմ իմ հետ հակառակվում ես, մի հատ էլ ես եմ կռիվ սարքում։ Դու սկսեցիր։ Ես ընդհանրապես ուզում եմ գնամ կինո նայելու։ Մարի, ինչ կինո, այդ տիկոյի կազմակերպած կինո։ Հա, ինչ կապ ունի ում կազմակերպածով։ Մենք Տիկոյի հետ ընկերներ ենք։ Իդեպ երեք որ զանգում էի չպատասխանեցի, Տիկոյի հետ էի։ Ինչ է նշանակում տիկոյի հետ էի դրա համար չէի պատասխանում զանգիդ մարի, ինչ ես խոսում։ Դե հարմար չէր թե էինք խմում։ Ինչ։ Հետ ուզում եմ հասկանամ ինչ լեզվով հետդ խոսամ, որ շատ վիրավորած չլինեմ։ Հա, փաստորեն ուզում ես խաբես։ Ինչ խաբել, ինչ ես խոսում։ Դե չգիտեմ։ Դուք բոլորդ սիրում եք խաբել, ձևացնել։ Հետո ասել, թե իմ մասին էիք մտածում։ Մարը գիտես, նես տպավորությունով ոնց որ ես ինչ-որ շատ ծանր վատ քայլ եմ արել քո հանդեպ, դու էլ փորձում ես ինձ պատժածել նես ինչ-որ։ Ինչի արել ես։ Իմ հիշելով չեմ արել։ Լավ, պարզա։ Ինչն է պարզ, Մարի, ոչ մի բան էլ պարզ չի։ Դու իմ հետ անկեղծ չես հիմա։ Ես քո հետ այնքան անկեղծ եմ, որ ասեցի, որ երեք Տիկոյի հետ եմ եղել։ Մարի ջան, ինչ ես դիտմամբ անցանում ես հունից դուրս կամ չեմ հասկանում։ Չգիտեմ ինչի ես տենց մտածում, բայց ասեմ իմանաս, որ իմ նպատակը այդ չի։ Ես ուղղակի ուզում եմ անեմ այն ինչ որ ուզում եմ, ոնց բոլորդ։ Մարի։ Երեխեք երկար ենք սպասելու։ Կարող է Մարինա ու չի գալիս։ Ուրեմն ինչ, իրա պատճառով պետք է ուշանանք կամ չգնանք։ Չենք ուշանա, Ռիբոկ ջան, դու հանգիստ եղի։ Հա, բայց հեչ պարտադիր չի, որ վերջի վարքյանին հասնենք։ Ավելի լավ է մի քիչ շուտ դուրս գանք։ Կգնանք կքայլենք, պաղ-պաղակուտենք, հետո նոր կմտնենք կինո։ Եկեք դուրս գանք, հա։ Ռիբոկ ջան, չենք գնալու ոչ միտեղ, մինչև բոլորը չգան։ Դու կլինի Սուսանես ու նստես տեղդ։ Իսկ եթե Մարին չգա։ Մարին եթե ասելա որ գալու է, ուրեմն կգա։ Տենց վստահ ես։ Ռիբոկ կլինի Սուս մնաս։ Չէ, չի լինի։ Որովհետև ես Միշոին լավ եմ ճանաչում ու ինքը հաստատ չի թողնի, որ Մարին մեր հետ գա։ Նենց որ անիմաստ եք սպասում։ Միակ անիմաստ բանը քո այս խոսակցություններն են, Ռեբեկա։ Ռեբեկա կլինի մի քիչ խոսած, չես տնում ներվայնացած է, նենց հրա կինո գնալու հավեսը չկորի։ Ոնց եմ զզվում այդ Մարից։ Նենց էլ պաշտպանում է դրան։ Ուտելու էի։ Նորություն չի, նենց որ մտածի նոր խոսակոն է։ Յղք, Երանի Միշոն չթողնի, որ գա կինո։ Նենց լավ կլինի։ Սպասենք կտեսնենք։ Իսկ ինչ ֆիլմ ենք նայելու տիկ։ Պատմական։ Դզեց, ես շատ եմ սիրում պատմական ֆիլմեր։ Նոր։ Հա, պատկերացնում եմ ես գլխավոր հերոսն եմ ու դրայվով նայում եմ։ Որոդ գլխավոր հերոսին վերջում խփում են, ինչ ես անում։ Դե որ հասկանում եմ տխուր վերջաբար է սպասվում, էլ չեմ պատկերացնում։ Այս ամեն ինչը հեչ դուրս չի գալիս, ահա որ անհանգիստ եմ։ Մի լարվի շուշ ջան, ընկերանգերու ենք խոսան, ամեն ինչ կհարթվի կգնա։ Լեսիկ, չմտածես, թե երեկվա տեղի ունեցածը քո հաղթանակն էր։ Ճիշտն ասած չեմ հասկանում ինչ նկատի ունես։ Ասում եմ, այն ինչը որ տեղի ունեցավ երեք, քո համար չէր։ Վան այդ ձևով այնպես հրանում, որ ես խանդեմ։ Չեմ հասկանում ինչու ես ինձ այս ամենն ասում։ Եթե այդպես է, շատ ուրախ եմ ձեզ համար։ Այդքան բան։
Էլ ինչ ես ուզում լսել ինձնից։ Այսինքն դու համաձայն ես իմ հետ։ Եթե ասում ես, որ այդպես է, ինչ պատճառ ունեմ չհամաձայնելու։ Լսի, դու իրականում էսպիսին ես, թե ձևացնում ես ուղղակի։ Էսպիսին, ինչպիսին։ Չգիտեմ, հրեշտակային։ Գիտեք, Տիկին Նաղապետյան, ես չեմ պատրաստվում այստեղ քննարկել, թե ես ինչպիսին եմ։ Առավելևս չեմ պատրաստվում ձեզ հակառակը համոզել։ Մնացեք ձեր կարծիքին։ Լսի, չկարծես, թե այս կերպարով դու կարող ես բոլորին հիմարացնել։ Ես Վանի մոտ կպատրեմ քո դիմակը։ Ինքը պետք է իմանա իրականում դու ով ես։ Լավ։ Բարվեք այնպես, ինչպես գտնում եք ճիշտ։ Կարող եմ ասես տնեմ ինչ ա եղել։ Հայանի ես գիտեմ, որ քեզ է ասեմ։ Այսինքն ախպեր, ես գիտեմ, որ Մարին ինձանից նեղացել է, բայց թե ինչի համար վաբշե չեմ կարող հասկանամ։ Իրա մտածելով տենց ինձ ուզում է վատ դրության մեջ դրածել լինի, ցավացրածել լինի։ Բայց ինչ կարա եղածել լինի, կամ կարող է ինչ-որ ունենց բան ասա, որ վիրավորվել է։ Ու չէ հա, ախպեր։ Երեկել ենք շատ լավ խոսացել իրար հետ, այսօր էլ առավոտը շատ լավ ենք իրար հետ։ Չգիտեմ ինչ մեղու կծեց այդ աղջկան։ Կարող է տիկոն, հա։ Չէ, ախպեր։ Առավոտ ասում եմ նորմալ ա եղել։ Առաջ նայեց որ եկավ դպրոց ոնց որ մի պահ այդ տիկոյի կողքը նստեց ու ասում էր երեկ է տեսնվել են։ Չգիտեմ։ Շո, դե հաստատ մի բան կա։ Դավս նայ։ Ես այդ կինոյին հաստատ չեմ գալու, գիտես։ Բայց պետք է խնդրեմ դու գնաս, գոնե դու գնաս, որ մեր աշկի առաջ լինի, էլի Մարին, այն տիկոն հանգարց անասունի պես եսի մինչև չլցնի Մարիի գլուխը։ Միշտ ջան, ես իր հետ ընդհանրապես տեղ չեմ ուզում գնամ։ Լավս հասկանում եմ, բայց որ ես չեմ գնում, մեկը պետք է գնա։ Գնա էլի։ Հա, լավ։ Դու ինչ ես անելու։ Ես պետք է գնամ գործի, ինքերս ես ամիս շատ եմ բաց թողել։ Հեսա վարձիորն եմ մոտենում, էլի պետք է փող հավաքեմ։ Պետքա տնեցիքից վերցնեմ տամ։ Չէ, ինքերս ապրես շատ։ Հանգիստ տեղի ես երկու տեղ աշխատում եմ, հաստատ վարձից փողոքը հասցնեմ։ Միշ։ Աջան։ Ես քո հետ տուն եմ գալիս։ Բայց ինչի իմ հետ Նարջան, այն երեխեք հետ քայլի, համ ճանապարհին շփվեք, կծանոթանաք, առիթ է էլի։ Չէ, այսօր ինչքան ծանոթացա, ինձ լրիվ հերիք էր։ Լավ, ոնց կուզես։ Նարջան, երեխեքը իջնում էին։ Հա, իջնում էին։ Դավս դե մենք գնանք ընկերս, բայց ասած ներս աղբորպես չմոռնաս էլի։ Լավ, աղբերս, հաջողություն առաջ։ Ay, աստծո։ Նիդոքս։ Ay, կարո, մի արա, այրվում եմ։ Ay, երում եմ։ Ոնց։ Ինչ աղը կյանքս։ Ինչ ցես այրվում ցավդ տանում։ Ay, երում եմ։ Ay, ներսս երում է։ Աղջիկը տակություն ունես։ Վասիլի, ուրա ջերմաչափը։ Չեմ ուզում, չպետք չի ոչ մի բան չեմ ուզում։ Բայց քո ուզել չուզելնով է նայում։ Ասա նվարտին ասեմ այդ ջերմաչափը բերի տակությունը չափենք, մը դեղ տա, հետո ապուլ պատրաստի նորմալ ոտի կանգնես։ Չկա նվարդը։ Բա ուրա։ Ay, փախավ դավաճանը, իմացավ։ Հիվանդեմ վախեցավ վարակվի։ Լավ մի մտած, ես համաշամարքունին կասեմ, ինչ պետքա կանի։ Գիտես, ես ամեն ինչ իր դրական կողմերն էլ ունի։ Մաշամորքն էլ չկա։ Է։ Բա, երկուսն էլ իմացան վատ եմ, փախան։ Չհասկացա, ես ուզում ես ասես տունը երկուսով մենակ ենք, հա։ Ահա։ Այս լավ է։ Ինչն է լավ։ Դե որ էլ ավելորդ մարդ չկա տունը։ Ոայ, լավ էլի։ Թե չէ, նախքան Մաշան ու Նվարդը ինչ է իրանում, որ մենակ ենք։ Հետ ժամանակ չի անում, բայց հիմա հաստատ կանեմ կյանքս։ Այ, ինչ պիտի անես։
Հեսա հենց հիմա քո համար մի հատ այնց համով ապուր պատրաստեմ, որ համից մատներդ էլ հետ ուտես։ Պետք չի Կարոջան քո ապուրը, որ ես սովածանամ, ինձ կպատվիրեմ մի բան կուտեմ։ Մոռացի։ Այլ այդպես բան չես անելու։ Սրանից հետո ես եմ հետևելու քո սննդակարգին։ Այլ ռեստորաններից ոչ մի բան չես պատվիրելու։ Ինչ ուզում ես, ես քո համար կպատրաստեմ, դու կուտես։ Այնքան ժամանակ մինչև ոտի կանգնես։ Հետո դու իմ համար կպատրաստես, չի եղել։ Այն նորից նույն երգն է, երգում Կարոջան լավ է, բան չեմ ուզում, գնա թող իմ ցավով տապակվեմ։ Դու քո ցավով տապակվի, ես գնամ իմ ձեռով մի հատ ապուր պատրաստեմ քո համար, որ կյանքս մի անգամից ոտի կանգնի։ Ջոն։ Չմտածես, կարան քեզ ոտի հանելու։ Արա դու կարող ես աշխարհը չունի։ Հա, կարող գնա։ Ոնց է դալմացին ես։ Այ Կարո։ Լավանալու եմ Կարո։ Ահ։ Զոտ դալմաց։ Ահ, Կարոյի հումորները սկսել է դուրս գալ, ես հաստատ վատ եմ։ Այ հաստատ վատ եմ։ Դե կարող ենք մենք էլ Միշոյի ու Մարիի նման շատ լավ ընկերություն անենք։ Միշոյի ու Մարիի նման ընկերություն, այդ ընկերությունը կամ սերա, որ Մարին հիմա ստեղա, իսկ Միշոն չեկավ։ Ես ինչ ախմախ մարդ դուս եկար։ Անդադար մտածում եմ։ Դու ես շիլա շփոթի տակից ոնց ես դուրս գալ։ Գիտեմ ես հասկանում եմ ոնց եմ դուրս գալու եմ եղել է, պետք է մի ձեր դուրս գամ տակից, չէ։ Լուրջ եմ ասում, ոնց ես կարողանում նման կերպ մտածես մեր մասին։ Ախր գիտես, որ ես ու Էրիկը քեզ աշխարհի չափ սիրում ենք։ Միշոյի մասին մոռացար։ Միշոն էլա չէ սիրում։ Ու չձևացնես, թե դու չգիտեիր, որ Միշոն էլ գիտի։ Այ հիմա պարզա ինչու Միշոյի հետ այդպես վարվեցիր։ Իրականում ես ընդհանրապես մտածում եմ, որ քո ինձ տուն ճանապարհելը արդեն իսկ ճիշտ չէր։ Ու ոնց որ դու սխալ ես հասկացել իմ մենակ առանց Միշոյի գալը կինո։ Չէ, Մար, ես շատ լավ գիտեմ, որ մենք ուղղակի մտերիմ ընկերներ ենք, բայց ես քեզ այնքան շատ եմ սիրում, որ չեմ ուզում մի վայրկյան անգամ տխրես։